Մայիսի 23-ից հանրապետությունում խաղային ապարատների գործունեությունը դադարեցվել է։ Պատճառը լիցենզավորման մասին օրենքով պահանջվող գումարն է եւ ապարատների շահագործման կարգը։ 20 խաղային ապարատ աշխատացնելու համար պետք է վճարել 5 միլիոն դրամ։ Եկել են ասել են անջատեք, ոչ մեզ զգուշացրել են։ Հիմա հարցը նրանում է կայանում, այս հարցի լուծումը ոնց պետք է լինի։ Այսօր ֆինանսների նախարարության շենքի մոտ հավաքված Արմավիրի մարզի տնտեսվարողները իրենց դժգոհությունն էին հայտնում։ Նրանք ոչ միայն չեն կարող վճարել պահանջվող 5 միլիոն դրամը, այլև անտրամաբանական են համարում միանգամից 20 ապարատ իրար կողք կողքի տեղադրելու որոշումը։ Կազինոյի նման էլի 5 միլիոն դրամ մուծենք լիցենզիա ու մի սենակի մեջ այդ ապարատները տանենք տեղադրենք։ Ակցիայի մասնակիցները նաև նշում են, որ մի քանի օր առաջ են նոր ապարատներ ձեռք բերել, յուրաքանչյուրը $1500 ամերիկյան դոլարով, եւ հիմա չգիտեն, թե ինչպես են մարելու այդ պարտքերը։ Եթե ես կոմենտ էր, թող մեզի 2 ամիս առաջ, 3 ամիս առաջ ասեին, որ այսօր դությամբ ես այսքան ապարատ չառնեի, հիմա ապարատներս մնա տանեմ դնեմ տունը մնա ապարատներ։ Հնարավոր չի դա, եկամուտի աղբյուր չի։ Մի հատ, շատե մի հատ է կաշխատեն, մնացածը չի աշխատի։ Իսկ այն անձինք, ովքեր այս օրերին կաշխատացնեն ապարատները, նրանց տուգանք է սպառնում 50 միլիոն դրամի չափով։ Տենց գումար չկա 50 միլիոն դրամ, ասենք, ինչի համար, այդ ապարատը, ասենք, ինքը իր արժողությունը օբշի սենց որ գրուպի հաշվենք կազմում է $2000։ Մինչ այդ նրանք յուրաքանչյուր ապարատի համար ամսական մուծել են 2000 դրամ։ Եթե իշխանությունները չվերանային լիցենզավորման մասին օրենքով խաղային ապարատների գործունեության վերաբերյալ դրույթները, այս մարդիկ խոստանում են բռնել արտագաղթի ճանապարհը։ Սուսաննա Պողոսյան, Կարեն Չիլինգարյան, IPF։